Բարև ձեզ, եթերում բացարձակ արժեքն է, իսկ այսօրվա իմ հյուրը պայծառատես Անի Գրիգորյանն է։ Բարև ձեզ, Անի։ Բարև Անահիտ ջան, շնորհակալ եմ հրավերքի համար։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հաղորդմանս մասնակցելու հրավերը։ Անի, վերջին շրջանում պայծառատեսների հետ կապված կարծիքները տարբեր են, կարծես թե մարդիկ սկսել են քննարկել ու միևնույն ժամանակ քննադատել շատ պայծառատեսների, պատճառը կարծում եմ բոլորիս համար պարզ է, նրանց ներգրավվածությունն է վերջին տարածված թեմայի ողբերգական թեմայի մասով, այդ թեմայից հետո շատերը սկսեցին չվստահել պայծառատեսներին, դուք լուր էիք, հետաքրքիր է, արդյոք պետք էր նրանց ներգրավվածությունը եւ ինչու էիք դուք լուր։ Այն ինչը վերաբերվում է օրենքին, ես երբեք չեմ բացահայտում, որովհետև որտեղ կա համակարգի աշխատող ոստիկանություն, ես ինչ գործ ունեմ այդտեղ, բայց այստեղ մի բան ասեցիք պայծառատեսներ, որը ուզում եմ ասել, որ ես այդտեղ պայծառատես չտեսա, ուրիշ է գուշակը, ուրիշ է աստղաբանը, ուրիշ է պայծառատեսը, հասկանում ես, այստեղ այն որ ասում է թացը չորի հետ խառնվել է արդեն, ու բնական է, չեմ ուզում ես ոչ մեկին վիրավորեմ, այսօր ամեն մարդ ով քնից շուտ վեր է կենում, ասում է ես երգիչ եմ, ու սենց նայում ես, ասում ես լավ, աղջիկները կիսատկլոր, սնգրդում են, չգիտես արի, քնա, ու հետո նայում ես, ասում ես լավ, այս բոլորը սենց ողբում են, բայց հո բոլորը Ֆլորա Մարգիրոսյան չեն, Ռուբեն Մատևոսյաններ, Սիգիսպիրյան, այդ թվում նաև ես չեմ ուզում իրանց ոչ մեկին վիրավորեմ, բայց ես այդտեղ պայծառատես չեմ տեսնում, կարող է ես ինձ շատ եմ սիրում կամ չգիտեմ այդպես ոնց որ իրենք են ասում քիթս վերեմ, բայց ամեն մարդ պետք է իր դիշկում մնա։ Անի, կասեք ինչպես պետք է մարդիկ տարանջատեն պայծառատեսին գուշակներից։ Պայծառատեսը երբեք չի կարող կարտ նայ, սուրճի բաժակ նայի, կամ ասենք, գիտեք ոնց է, պայծառատեսի այդ շնորհը ի վերուս տրված է, ինքը չի սխալվում, կամ գալիս է մի հատ ժամանակ, այն որ ասում է ստոպ, ինքը չի կարողանում նայել, կամ ինքը նայում է։ Իսկ գուշակել յուրաքանչյուր մարդ կարող է, Անահիտ ջան, այդ թվում նույնիսկ դուք, եթե ուզեք, հիմա ես նեղված եմ, ինձ թողել է ինչ որ մեկը օրինակն եմ բերում։ Եկել եմ ձեր մոտ, կասես, անջանն ինձ լավ է լինելու, քո կյանքում մարդ է հանդիպելու, վալիդները բնականաբար յուրաքանչյուր մարդ կարող է այդպիսի գուշակություններ անել։ Իսկ պայծառատեսը դա ի վերուս տրված է, որ ինքը անմիջապես տեսնում է, ինքը չի եզրակացնում, հա, կլինի, չի լինի, իսկ մարդիկ պետք է հասկանան։ Դե շատ հաճախ վերցնում են մի հատ հատված ու ասում են Աստվածաշնչում ասված է, հեռու մնացեք գուշակներից, առանց հասկանալու, որ գուշակը ուրիշ է, պայծառատեսը հենց նույն ինքը Հովսեփն էր, որ եղբայրները վաճառեցին, չէ, պայծառատեսը այն մարդիկ էին, ով Քրիստոսի ծնունդը գուշակեցին, մարդիկ գրքի մի էջը կարդում են, մյուսը չէ, կամ չէ, շատ հաճախ ասում են բանը, գիտեք, մենք նենց հավատացյալ ենք ամոն, մենք պայծառատեսներից հեռու ենք, հավատացյալ ենք, բայց սենց տեսնում ես, ինքը սենց վրեն սաղ նկարած, տենց չեմ քննադատում ոչ մեկին, ախր խոսելուց առաջ մարդը պետք է նայի, ինքը ինչ է անում, հա, նոր խոսի։ Ու շատ դեպքերում էլ ինչպես քիչ առաջ երգչուհիների օրինակով բերեցիք, սևացնում են այս պարագայում ամեն քնից արթնացող երբ ասում է ես երգիչ-երգչուհի եմ, նույնիսկ ով քնից շուտ զարթնում է, ասում է ես պայծառատես եմ, ես գուշակ եմ, չեմ ուզում անուններ տամ, բայց սենց նայում ես YouTube-ով մեկը կարտերը փռել է, քաղաքական գործիչներից է խոսում, քաղաքական մարմինների է նայում, ես ուզում եմ հասկանամ, լավ, դու քո գործն արա, դու քաղաքականության հետ ինչ գործ ունես, կամ դու օրենքի հետ ինչ գործ ունես, այդ իմ համար անընդունելի է ու ես 16 տարի է ինչ նայում եմ, չի եղել տենց դեպք, որ սպանություն, գողություն, կորած դեպքեր, որովհետև այդ իմը չի ու այդ իմ մոտ փակ թեմա է։ Ինչպես նշեցիք, 16 տարի է պայծառատեսությամբ եք զբաղվում, հետաքրքիր է, վստահ եմ, որ տարբեր պատմություններ են եղել ձեր կյանքում, մեկը մյուսից տարբեր ու միևնույն ժամանակ հետաքրքիր, բայց ինչ պատմություն կարող եք առանձնացնել, որ ամեն անգամ հիշելուց դուք ինքներդ նաև ձեզանով եք հպարտանում եւ ինքներդ ձեզ լավ եք զգում, որ այդ պատմությունը եղել է։ Պատմությունները շատ են, բայց ուզում եմ մի հատ առանձնացնեմ, մի հատ սենց զավեշտալի դեպք, ուրեմն նայելու օրեր կան, բնականաբար ովքեր իմ մոտ գալիս են, գիտեն, որ կան թիկնապաներ, ովքեր մուտքի մոտ են, կան օգնականներ, այնպես մի աշխարհ ժողովուրդ կա, ուրեմն նայել վերջացրել եմ, այնքան հոգնած եմ, ասում եմ,
մեկը լիներ ինձ սուրճ եփեր ու այսպես բոլորով իրար վրա ենք գցում։ Մեկ է դուռը բացվեց։ Մի հատ տղամարդ, մի հատ կին ներս մտան։ Տղամարդը մոտ 65 տարեկան, այս 2 տարվա դեպք եմ պատմում։ Սենց մեզ չբարևեցին ոչ մեկի, պայուսակը ճամպրուկը ցերկը սենց մունաթով մտան, հասան մինչև տան վերևը, քուրը ասեց՝ «Էսա տները»։ Ասի՝ «Հա»։ Ես մտածեցի շեքից են, ինչ է, ասեց՝ «Ահա»։ Ասեց՝ «Ախպերս էս սենյակը կքնի»։ Ես ասեց այս կողքի սենյակը, ասի ում եք ուզում, ասեց դուքան ինչ եք, ասի հա, ասեց իմ ախպերը 60 քանի տարեկան է պսակված չի, ոնց հասկացա եթերներից դուք է պսակված չեք, ահան, եկել ենք վեշերների, այն որ մի ուզում եմ հասկանամ, ժողովուրդ ես իրոք սա իրականություն է, ու սենց այդ անընդհատ եմ հիշում, այդ կապ չունի որտեղ ուզում է լինի, իսկ այնպիսի դեպքեր, որ ասենք շնորհակալություն են հայտնում, բնականաբար շատ եմ ուրախանում փոքրիկ երեխաներին է վերաբերվում, որ տես շատ հաճախ ինձ ասում են անջան դուք բժշկությունից եք հասկանում, չէ, բայց լինում է չարական կաբանքներ, որ բժշկությունը անզոր է ու ես օգնում եմ բնականաբար։ Թվում է հեշտ է ապրել ձեր կյանքով, հեշտ է տալ այդքան էներգիա, սակայն երբ լսում են կողքից, հա, եթերից առաջ երբ ծանոթանում էի ձեր պատմություններին, այն էներգիային, որ տալիս եք, այն ուժը, որ դուք ներդնում եք, իրականում բավականին բարդ է։ Ամբողջ էներգիան դուք տալիս եք մարդկանց եւ օգնում եք բոլորին։ Եղել է պահ, երբ այսպես կանգնել եք ու հասկացել եք, որ ինչու ես ընտրեցի հենց այս մասնագիտությունը, այսպես ասած, որովհետեւ ամեն դեպքում շատ բարդ է։ Անահիտ ջան, ես չեմ ընտրել ու իմ երազանքն է եղել, որ ունենամ իմ սեփական մանկապարտեզը։ Այդ իմ երազանքը միշտ այդ եղել է ու այն օրը այսպես շոտ էի հուզված, սենց հոգնած, այն որ լավ էլի ինչքան կարելի ու սենց սիրտս լցված նստել եմ, ամուսինս ասում է միգուցե քո երազանքը իրականություն դարձնեմ, ունենանք մանկապարտեզ, ասում եմ լավ ունենանք, մեկ է ի վերուստ իմ ճակատին գրված է, որ ես պետք է պայծառատեսությունով զբաղվեմ, հա շատ է դեպքեր եղել, որ ջղայնացել եմ, նույնիսկ շատ անգամ, որ ինձ հարցնում են անջան, որ Աստված կամենա բալիկ ունենաս, կուզենաս ինքը քո նման պայծառատես լինի, չեմ ուզում, թող իմ բալիկը ապրի երջանիկ, թող իմ բալիկը ոչ մեկի վիշտն ու ցավը չտեսնի, ապրի սովորական մարդու կյանքով։ Որովհետև լինել պայծառատես, հետո լինել տանկին, ինքը ճիշտ է, ոսկե միջինը պահում եմ, բայց իրականում շատ դժվար է, փառք Աստծո, ամուսինս այդ հարցում ինձ շատ լավ հասկանում է, որովհետև կարող է գիշերը ես մեկի վրա երազ տեսնեմ, օրինակ մի քանի օր առաջ երազից տեսնում եմ, որ 14 երեխա վերջի զանգ է, իրանք թունավորվել են։ Ես հելը նստել եմ, նենց եմ լացում, ամուսինս ասում է, ան ինչ ա եղել, ասում եմ, գիտես չէ, 14 երեխա թունավորվել են, լացում եմ բան, ասում է, երազ ես տեսել, իսկ այս մարդը դե բնականաբար ինքը պայծառատես չի, չէ, ասում է, անջան, այդ վատ երազ է կանցնի, ասում եմ, չէ, իրականություն է, բան, հետո հասկացա, որ չէ, ինչ ես տեսնում եմ, ամուսինս չի տեսնում, բայց ինքը այնքան այդ առումով դրական հատկանիշներ ունի, որ հանգստացրեց, բան, ասում է, այ անջան առավոտ, ինչ է իր այդպես բան տեսել, ասում եմ, կլսենք մի տեղից ու անցնում եմ մի շաբաթ, եղբորս տղան Գյումրիում են ապրում, հիվանդանում է, մայրս գնում է, վարորդներիցս մեկը զանգում է ինձ, ասում է, ան հələ մտիս այդ բան եմ քեզ ուղարկել, տեսնում եմ, պարկած երեխեքի նկար, ասում եմ, ես ինչ ա Վազգեն ջան, ասում է, օղի են խմել, 14 հոգով թունավորվել են, ու ասենք, հա, իրականում ինձ պետք չէր, նենք չէր, որ ես պետք է գնայի ասեի, թե մի խմեք կամ կա բաներ, որ քեզ պետք չի, քո անդորը արդեն խանգարվում է։ Անի կարծում դա կրկնակի դժվար է, երբ դուք ինքներդ ձեզ համար եք կանխագուշակում, չի խանգարում։ Գիտեք, շատ այն որտես շատ պայծառատեսներ կամ գուշակներ ասում են, որ իրանք գուշակում են սուտ, չկա նման բան։ Աշխարհում ամենադժվար բանն է, երբ ինչ որ մեկը հանկարծ կասի ես ինձ գուշակում եմ, ուրեմն իմացի, որ ինքը սուտ է խոսում, նույն Վանգան, նույն Մեսին, իրանք չէին կարող իրանց գուշակել։ Այդ թվում նաև ես, հա, եթե հարազատիս հետ վտանգ է լինում, բնականաբար տեսնում եմ, կարողանում եմ կանխել, բայց որ ասեմ, գիտես, ես գիտեմ, վաղը ճակատագրով ինձ 3 հատ բալիկ է սպասվում, է սպասվում, չկա նման բան։ Ու այդ ցավալի է, ու ես միշտ մտածում եմ, որ երևի Աստված ինձ է անում, որ պայծառատեսը ինքը չկարողանա, տես մենք շատ հաճախ
բաժանված զույգեր ենք միացնում, չէ՞։ Կամ ասում եմ, երևի մենք չենք կարող մեզ անել, որպեսզի մենք դրան չչարանանք, չէ՞։ Մեզ չնեղացնեն, մենք ցավացնենք։ Մենք մարդ ենք, չէ՞, Քրիստոսը չենք, բնականաբար կզայրանանք դրա համար, մենք մեզ ոչինչ չենք կարող։ Հա, հաջողություն կարող եմ, այսպես կանխել վտանգը կարող եմ, բայց որ ասեմ, գիտես, նենց գիշեր ցերեկ կարողանում եմ անձնական կուշ սուտ է, չկա տենց բան։ Եվ ինչու՞ չէ, նաև անհետաքրքիր կլինի ձեր կյանքը, եթե անդադար դուք ձեր առջև տեսնեք։ Ու չեմ տեսնում։ Չկա տենց բան։ Անի, շատ մարդիկ, ովքեր որ քիչ առաջ էլ խոսեցինք, չեն տարանջատում պայծառատեսին գուշակից, շատ դեպքերում մտածում են, որ պայծառատեսը նաև չար գործեր է անում։ Ուզում եմ մի փոքր բացեք կարծրատիպերը ու նշեք, արդյոք կա տաբուներ, որ դուք երբեք չեք անցնի անկախ առաջարկվող գումարից եւ անկախ մարդու պատրաստական լինելուց։ Անջան, տեսեք, ոչ թե պայծառատեսները կամ գուշակները, յուրաքանչյուր անձնավորություն, ով կարող է այս լավը անել, ինքը նույն հաջողությամբ կարող է այդ վատը անել։ Այստեղ մարդը ինքն է անդրում, ինքը իր հոգին ծախում է սատանային, թե չի ծախում, հասկանում ես։ Իսկ իմ մոտ փառք Աստծո դեռ 16 տարի է, չկա նման բան, ոչ մեկ չի կարող գա կանգնի ասի, թե գնացի անի, մոտ ասեցի, ես ինչ մարդուն մաքրի, բաժանեց, չէ, լինում են դեպքեր, երբ գալիս են, ասում են, գիտես, տղաս էս աղջկան է ուզում բաժանի, երբ որ ասում ես չի, ասում են, «Յո, այդ քեզ էդ ում տեղն ես դրել, դու ոչ մի բան չես ասում», ինքն արդեն ասում է, «Ինչ թանկ էր քո մոտ, գետին է մտնես բան», ասենք ինքը չի ուզում, ասի, որ գիտես ինչ կա, ես նենց բան էի ներսը ուզել, բնականաբար դու բարձրաձայնում ես, որ տիկին դու սրա համար ես եկել։ Յուրաքանչյուր մարդ ինքն է ընտրում, սատանային վաճառի իր հոգին, թե չէ, ես այսպես եմ հասկանում, ես չեմ մարդուն կյանք տվել։ Վաղը մյուս օր ես այսպես գիտեմ, որ եթե Աստված կամենա, ես բալիկ ունենամ, եթե ես ինչ որ մեկին գրել եմ, անպայման ինձանից չէ բալիկիցս հետ դուրս կգա։ Իրականում այո, շատ դեպքերում մենք մեր գործած մեղքերի համար պատասխան չենք տալիս։ Դե բոլորս այս կյանքում մեղավոր ենք, բոլոր կամ շատ հաճախ լսում եմ, որ ասում են, լավ, ինչի անին գումարով նայում, ես ուզում եմ հասկանալ թեկուզ Սուրբ Գրքում։ Նույն ինքը Աբրահամը, Աստծո ամենասիրելի, ընտրված, օրհնված անձնավորություններից մեկն էր, բայց ինքը հարուստ մարդ էր։ Ես ուզում եմ հասկանամ, ով է այդ չափը դրել, թե չի կարելի գումար վերցնել։ Հենց Քրիստոսի շորը, հա, ինքը շատ թանկ վաճառվեց։ Այդ ով է այդ չափը դրել, որ չի կարելի։ Չէ՞ որ էներգիա ես վատնում, քո ժամանակն ես տրամադրում։ Եվ այսօր ձեր անվան շուրջ պատտվում է նաև այսպիսի խոսք, որ անին հարուստների պայծառատեսն է, այսինքն եթե չունես գումար, որոշակի առումով թանկ է գնահատում ձեր աշխատանքը։ Իրականում որքանով է դա համապատասխանում իրականությանը։ Անջան, չեմ ուզում անուն տամ, ես նորից եմ ասում, ես ոչ մի պայծառատես գուշակի կամ աստղաբանի դեմ ոչինչ չունեմ, բայց ինձանից թանկ վերցնողներ կան, բայց իրականում այդպես իմ անունը չգիտես, այդպես մի հատ փում է ու ազնիվ խոսք, շատ դեպքեր են լինում, մի քանի օր առաջ մի կին էր եկել ու ինքը այնքան լուրջ խնդիր ուներ ու այս կինը արդասվում է, ասում եմ ինչի ես լացում, ասում ցավը տանեմ, ես այդ կախարդական գումարները չունեմ, որ դուք վերցնում եք, ասում եմ, բայց ով է քեզ ասել, ասում եմ, չգիտեմ, ժողովուրդ է, ասում եմ, իսկ դու ինչի ես հավատում, ասում եմ, արի քեզ կօգնեմ, ասում է, էս երազ է, թե իրականություն է, չէ, Անջան, լինում է դեպքեր, որ իհարկե, եթե մարդը ունի իմ կարիքը, ես հասկանում եմ, օգնում եմ, բայց եթե մարդ կա, որ գալիս է ու ասում է, գիտես ինչ, դու պարտավոր ես, ուզում եմ հասկանամ, ես խե եմ պարտավոր։ Ձեր աշխատանք։ Իրականում ես էլ եմ լսել, բայց ինձանից մի 5 անգամ թանկ վերցնողներ կան ու արդյունք չկա, ինչ ասեմ։ Անի, լինում են դեպքեր, երբ ձեր մտերիմների մասին ինչ-որ բան եք զգում եւ հետաքրքիր է տվյալ դեպքում ոնց եք կարողանում հասկանալ, պետք է այդ մասին խոսել, պետք է նրանց տվյալ դեպքում ես այդ պահին չեմ հասկանում, որ չի կարելի ասել։ Ասում եք այսինքն։ Իրոք այդ պահին ես չգիտեմ, այդ իմ գերբնական ուժն է, այդ կլինի մայրս, եղբայրս, եղբորս, տղան, իմ ամենաթանկ անձնավորությունը, որ պապաս է եղել, հա, ես այդ պահին չեմ հասկանում։ Անկախ ամեն ինչից, որ դիմացինը կարող է ստրես տանի, ու այդ իմ հարազատն է, ես ասում եմ, գիտես, սենց բան է քո հետ լինելու, կամ գիտես, արդեն եղել է այդ բանը։ Չգիտեմ, այդ գերբնական ուժից է, այդ ինչ է, բայց հետո երբ որ անցնում է մի օր, երկու օր, հասկանում եմ, որ վայ Աստված իմ ես ինչ է կատարվում։ Եվ երգիչներից մեկի մահը, Ալիկի։
Դուք զգացել եք եւ զգուշացրել եք իրեն, երբ կնոջ հետ եղել է ձեզ մոտ։ Հա։ Խնդրեմ մի փոքր Ճիշտ է, իրենք չեն ուզում, որ ես հանրայնացնենք, այդ իրենց իրավունքն է բնականաբար։ Հա, եկավ որ ես ասեցի, որ ձեզ մահ եմ տեսնում, բնականաբար կարող է եւ ինքը չհավատաց կամ գնաց միգուցե հավատալու նպատակով, բայց իրոք հա այդ դեպքը երբ որ եղավ, այնտեղ մեկնաբանություններում գրել էին գետինը մտնես, ինձ ալիքին, ինչի՞ պետք է ես ալիքին անից էի հասկանում, եք ասենք մարդը այնքան չունի տարական կուլտուրա, որ եթե ես տեսնում եմ, որ իմ ծնողս պետք է մահանա, ելուր մնաց, որ ասենք երկիչին տեսնեմ, հա, միգուցե սխալ է, որ ասում եմ, բայց իմ մոտ չկա այդ վարդագույն ագնոցները, այն որ ասեմ, գիտես, վաղը այնքան լավ, եթե տեսել եմ, վերջ, տեսել եմ այդ վատը։ ինչպես եղավ Ալիկի ռեակցիան, երբ ասաց։ Գիտեք, ինքը մի բան ասեց, ես գիտեմ։ Ասեց կհասցնեմ կամ, ասի եթե շուտ գաս, կօգնեմ, բայց չգիտեմ երևի ինչն էր պատճառը, որ այդ տվյալ պահին չեկավ։ Ու այդ իրականում իմ վրա շատ վատ ազդեց, այն որ ճիշտ է, ես իրեն երբեք չէի ճանաչում, մտերիմ չէի, բայց քանի որ գյումրեցի էր ու այսպես հոգուս վրա, խղճիս վրա շատ ծանր նստեց։ Իրականում պատկերացնում եմ այն պահը, երբ լսեցիք լուրը։ Հա, մգեր Արմենիայի էջով տեսա, որ գրել էր ցավակցում եմ, ու այն որ սենց զանգել եմ, ասում եմ, մահեր ճիշտ եմ հասկանում, ասում եմ, բայց դու ասել էիր, անջանիրան, ասում եմ, լավ, գոնե սուտ լիներ էլի։ Ասենք դες շատ մարդիկ, շատ պայծառատեսներ իրենք լավ են զգում, չէ, որ իրենք ասում են, այս բանը մահացած է, այս տվյալ անձը ու այդ կատարվում է, այդ իրոք չի բերում ինձ ուրախություն։ Այդ դեպքում մտածում եք մի գոնե այս անգամ սխալված լինեին։ Հա։ Անի լինելով հայտնի պայծառատես, տարբեր տարիների ընթացքում տարբեր բամբասանքներ են հնչել ձեր հասցեին։ Դուք կարծում եմ այսօր արդեն հումորով եք դրանց վերաբերվում, որովհետև արդեն կոփվել եք։ Հետաքրքիր է վերջին շրջանում ինչ բամբասանքներ եք ձեր մասին լսել։ Երեխաների առուվաճառքի մասին մենք արդեն խոսել ենք։ Ինչ են խոսում մարդիկ, որը երևակայության սահմաններից դուրս է։ Մեկը գրել էր գետինը մտնես, դու սկիք ու փախտը չես կարող բացես, տունը մնացած կովի մեկը։ Մեկը լիներ քու փախտը բացես, դու հալի հասնեիր։ Փարկասի ովքեր չգիտեն, պետք է ասեմ, որ փախտս բաց է, ունեմ շատ խելացի լավ ամուսին։ Իրար լավ հասկանում ենք։ Փարկասի։ Արդեն այդ իմունիտետ ենք ձեռք բերել, հասկանում ես։ Մեկ-մեկն այնց սուտ են խոսում, որ ես լուրջ հավատում եմ, գիտեք։ Բնականաբար շատ դեպքերում մարդկանց երևակայությունները այնքան մարդ է եկել իմ մոտ, ասում է Անի ջան, գիտես չէ, քո աղջիկը իմ թորի դասարանցին է, ասում եմ ու աղջիկս որ դասարանում է, սովորում, ասում է 7-ի բայում է, ասում եմ արդեն 7-րդ դասը, ախր չունեմ բալիկներ։ Ու ինքը այնքան sense վստահ ու լավ է ասում, որ ես արդեն հավատում եմ, որ ես ունեմ, էլի երեխա ունեմ։ Իրականում հայտնիությունը իր հետ բերում է նաև նման վատ կողմ։ Դրական կողմերից բացի կա նաև այդ հակառակը, որի կամ ասում են, ես ինչի ես մազերիդ գույնը փոխել, այ քեզ բան, ես ինչ խոժանություն է, այ մարդ ես իմ մազերը։ Հա, իրականում ինչ որ առումով բարդ է, բայց կոփվում են հայտնիները։ Եվ ինչպես դուք էլ նշեցիք, դուք այսօր ունեք ամուսին, ունեք երջանիկ ընտանիք եւ ձեր խոսքում էլ նշեցիք, որ շատ եք ցանկանում ունենաք բալիկներ, տա Աստված։ Իրականում այսօր հետաքրքիր դուք պատկերացնում եք ձեզ արդեն այդ մայրանալու կարգավիճակում։ Չէ, չեմ պատկերացնում, այն որ շատ եմ ուզում, որ բալիկ ունենամ ու չգիտեմ, մի հատ ձայն ինձ անընդհատ ասում է, որ բալիկի անունը անպայման պետք է լինի Աստվածաշնչյան Մարգարեի անուն, բայց դեռ բալիկ չկա ու ես չեմ էլ կարող պատկերացնել, թե ես մամայի դերում ոնց եմ լինելու։ Բնականաբար շատ խիստ կլինեմ, որովհետև ես շատ խիստ ընտանիքում եմ մեծացել, ավանդապաշտ, ամուսինս նույնպես խիստ է, այն որ այդ խստուց այն օրը մայրս ասում է ձեր երեխան ոնց է կլինի համակենտրոնացման ճամբարում, բայց թե եթե երեխան Աստված չանի, ինչ որ մի հատ վատ արարքի մեջ ընկնի, ինձ չի թվում, որ ծնողը մեղավոր կլինի։
Կարծում եմ, երբ ձեր եւ ձեր մայրիկի հարաբերությունների մասին դուք խոսում եք, այն հրաշալի է, հա, եւ սովորաբար մայրիկների ամենալավ ընկերուհիները հենց աղջիկներն են լինում։ Աղջիկները, բայց այն որ ոչ պայծառատեսները, չէ, բնավորությունով ես իրականում շատ բարդ մարդ եմ։ Ես կարող եմ սենց ջան ու պահի տակ առանց պատճառի կռվեմ, չղայնանամ ու այնքան լավ է, որ մայրս այդ ամեն ինչը ընկալում է ու ինքը մի 10 րոպե հետո ասում է վերջ անցավ։ Իրականում դուք կուզեք հենց աղջիկ ունենաք։ Գիտեք, որ ասեմ հենց աղջիկ կամ տղա, ուզում եմ մի հատ բալիկ, որ ինքը լինի առողջ։ Ամենակարևորը իմ ու ամուսնուս արժանի բալիկ լինի, որ դե բավականին գիտեք, այնպես չէ, որ ես 20 տարեկան եմ, այս տարիքում մայրանալ, երեխա ունենալ ու հանկարծ այդ երեխան լինի պատուհաս, այդ իմ համար մեծ ստրես կլինի։ Եվ մշտապես հիշում եմ, երբ խոսում եք ձեր անձնական կյանքի մասին, նշում էիք նախկինում, որ կուզենաք ձեր կողքին այնպիսի տղամարդ լինի, որ լինի ձեզանից ուժեղ, ձեզանից խիստ, լինի իսկական հայ ավանդապաշտ տղամարդ եւ կարծես թե անի։ Այդպես էլ եղավ։ Արդյոք դժվար չէ լինելով ուժեղ բնավորությամբ հայտնվել մի կետում, որ արդեն պետք է դու ենթարկվես որևէ մեկին, դու լսես եւ դառնալ 20 տարեկան խելոք աղջիկ։ Ուրեմն, երբ որ կային տեխնազուներ, մայրս ասում էր, ինչի՞ չես ընտրում, այս կանի միջից, ասում էի, մամ, հասկանում ես, ոնց որ այս բոլորը, այն որ լավ արտահայտություն չի, բայց իմ դուդուկի տակ են ապրում, իսկ ես ուզում եմ, որ զգաստանամ, վախենամ, ասում էր քու մոտ ամեն ինչ նորմալ է, ու երբ որ ամուսնուս հանդիպեցի, ուրեմն հենց տեսա իրան, ոնց որ այդ 9 տարի առաջ էր, ոնց որ սենց հոգումս մի լույս վառվեց, ես չհասկացա, այնպիսի տպավորություններ, իբր պապաս էր կենթանացե, իբր կորած հարազատ էի գտել ու այնպես չէր, որ ինքը սենց նախ ճանաչում էր ինձ, չէր ճանաչում, չգիտեր Անի Գրիգորյանն ով է, այո, ու երբ որ իրեն կողքից ասեցին, դե գիտես ինքը Անի Գրիգորյանն է, հետո այս ամուսինս թերթում է նայում է, ու սենց ես սպասում եմ, որ ինքը պետք է ինձ առաջի հանդիպմանը ծաղիկներ բերի, սենց ջան ճիգար ասի, հա, ու ասենք ես էլ սենց ասում եմ ինձ կքնամ, այդ ծաղիկները մի հատ կշխկացնեմ վրենք, ասեմ լսի քեզում տեղն ես դրեպան, ուրեմն ասեց կկաս սուրճ խմելու միասին, ասի հա, ու բոլոր աղջիկների նման են, որ պատրաստվում եմ, կես ժամ ուշացել եմ ու ասում եմ, թող սպասի, չէ որ ես Անի Գրիգորյանս եմ գնում են, որ ինքնավստահ, ինքնահավան, գնացի, սենց գնում գալիս է, ասեցի բարև ձեզ, ասեց եկար, ասի հա, ասեց ես սուրճս խմել եմ, քո սուրճն է խմի գնա, ու այդ սուրճն սենց շխկացրեց, որ սենց թափվեց վրես, ես շատ խելոք, սրբեցի այդ թափածը, այդ սուրճը խմեցի ու ես սուրճ խմող չեմ սիրում։ Ու հելա եկա, հետո ճանապարհին ասում եմ, լավ, խի չանպատվեցի։ Տեսար ինչ արեց, հետո հասկացա, որ չէ, այս այն մարդն է, ում ես չեմ կարող ինձ ենթարկեմ։ Ու հիմի էլ որ որոշեցինք, որ արդեն պետք է ամուսնանանք, ասեց Անջան, գիտես, կան շատ բաներ, որոնցից դու պետք է հրաժարվես իմ հետ ընտանիք կազմելուց, ասեցի հա, ու ընտանիքում եթե մի քիչ սենց մի թեթև խոսք է լինում, ասում է դու իմ բնավորությունը գիտես, ու ես ամեն ինչ անում եմ, որ շուտ այդ իրավիճակը դե բնական է, չէ, 43 տարեկան կին եմ, ու ասենք սովորել եմ, չեմ ուզում ասեմ վայրի վերու, այն որ պետք է իշխեմ հասկանամ, մեկ-մեկ այն որ ասում է պրոմխ տալիս ենք, բայց շուտ հասկանում եմ, իսկ ինքը այդքան խիստ լինելով հանդերձ, այնքան լավ է ինձ հասկանում, ասենք ես լիքը առողջական խնդիրներ ունեմ, որ դեղերը իմ անբաժան մասնիկն են ու ասենք ինքը ամեն ժամ, ամեն վայրկյան ասում է դեղդ խմեցիր, դեղդ չմոռանաս, ասենց շատ լավ բնավորություն ունի, այդ իր խստության հետ մեկտեղ ինքը նաև ունի շատ լավ սահման ուշադրություն, ուշադիր է, շատ լավ սիրտ ունի ու ես չգիտեմ, էլի եմ ասում, ես հորս տունն եմ տենց խստություն տեսել, որ չկա, չի կարելի, չպետք է անես, չպետք է ու այս ինձ դուր էր գալիս հասկանում ես։ Իրականում նշեցիք, որ ի սկզբանե որոշակի առումով նաև հայրիկին եք տեսել նրա մեջ։ Անի, սովորաբար ասում են, քանի ապրում են մեր ծնողները, մենք այդքան մեզ զգում ենք երեխա։ Դուք երբանից որ պահից հասկացաք, որ դուք մեծացել եք հայրիկի
կորստից հետո որ պահից դուք զգացիք մեծանալ։ Հենց որ հայրիկիս թաղեցինք, ուղարկավորեցինք հետեկանք, ես ոչ թե հասկացա, որ ես մեծացել եմ, կարող է հիմի այս ետերից հետո հարազատ բարեկամներս վիրավորվեն ինձանից, ես հասկացա, որ ես անդել եմ։ Դες շատ աղջիկներ, շատ կանայք իրանք չէ հաշտվում են, բայց երևի ես այն տեսակն եմ, որ անցել է 15 տարի, Անահիտ ջան, ես չեմ հաշտվում այդ մտքի հետ։ Իրականում ես մինչև առայսօր չեմ հաշտվում, ու որ ամուսինս հոգ է տանում, հայ, ասում է տեղդ խմեցիր, վրեդ լավ ծածկի, ինչի ես տենց բաց պարկել, պահիտակ ինձ թվում է, թե հայրս է հասկանում, ես խոսում, կարող է ես եմ տենց մտածում, կամ շատ հաճախ, երբ որ վատառողջ եմ լինում, ասում եմ, միգուցե պապան սաղ լիներ, ես հիվանդ չլինեի, ես չեմ հաշտվել այդ մտքի հետ, հասկանում եք, իրականում են, որ ասում են, կա այսպիսի դեպք, երբ որ մարդը մահանում է, 40 օր իր հոգին իր մեռած հարազատի սիրելի կողքին է լինում, իմ մոտ այնպիսի ծայրահեղ վիճակ էր, որ հայրիկիցս հետո ես ուզում էի մահանալ, մենակ թե հասնեի իրան։ Հիմի էլի ես իրոք չեմ հասկանում ու մի քանի օր առաջ շատ տխուր էի, մայրս ասում է, Անի, ինչ է եղել, ասում եմ, մամ, տուն եմ ուզում գնամ, ասում է, այսինքն չեմ հասկանում, ասում եմ, այն տունը, որտեղ պապաս կա, որտեղ ինքը ինձ սպասում էր, ես չգիտեմ, երևի ես հիվանդագին սեր է ծնողի նկատմամբ, շատ հաճախ ինձ ասում էին, դու որ ընտանիք չես կազմի, Անջան, դրա համար տենց պապային չես կարող բաց թողնես, ճիշտ է, կազմել եմ, լավ ամուսին ունեմ, բայց միևնույնն է չեմ կարող բաց թողնեմ, այդ կարոտը Անահիտ ջան ինձ այն խելագարության աշճան է հասցնում։ Իսկ հիմա խոսում եք նրա հետ։ Այո, ու այնպես վառ եմ խոսում, որ այն օրը ամուսինս ասում է, Ան, գիտես, գիշերները մի քանի անգամ որ վեր եմ կենում, դու հելնում կորում ես, ասում ես, պապ գնում ես, պապ գնում, ու սենց վատ եմ զգում, դե չի կարելի, չէ, չեմ հաշտվում, իրոք չեմ հաշտվում, տես բոլորն են ծնող գործինում, չէ, բայց տեսնում ես, որ այնպես չի, որ մարդիկ իրանց ծնողներին մոռանում են, անտեսում են, իրականում այն փաստը, որ չգիտեմ, ես չեմ հաշտվում ու երեք ասում եմ ամեն ինչ կդայի, թեկուզ կյանքս Աստված վերցներ, մի վայրկյան հայրիկիս փաթաթվեի, գրկեի, ասեի, որ շատ եմ իրեն կարոտել։ Չգիտեմ, իմ համար պապան միշտ տանը պետք է, որտեղ ինքը լավն է։ Իսկ դեր վերջին խոսակցությունը ո՞րն է եղել։ Կհիշեք։ Հա, ուրեմն ես ձու չեմ սիրում, տանել չեմ կարողանում, հայրս է ձու շատ էր սիրում, ու ինքը երբ որ գիշերը աշխատանքից ուշ էր տուն գալիս, ասում էր Անի սոված է, ու անպայման ինքը իր ձեռքով ծվածեղ էր սարքում, սենց թնում լավաշի մեջ, կապ չուներ գիշերը 1-ն էր, 3-ն էր, գալիս էր ասում էր քուր հլս արտնի, ասում էի հա պապ ջան, ասում էր հլա այս ծվածեղը կի աչքս տեսնի ինձ ասում էի այ մորտողը չեմ սիրում, ախր լավը չէ, բայց ուտում էի, գիտես, այդ օրն էլ ասեց Անջան, չես սիրում դու ասի չի, ցավը տանիմ, ասեց բայց 27 տարիքի, ասենք ես ցեն չէի հանում, որ ինքը չհուզվեր, ու միշտ ինքը ասում էր Անիս մեղք է, մամաս ասում էր, բայց խի է Անիդ մեղք, ասում էր չգիտեմ, ինձ մեկ թվում է, թե ես որ շուտ մեռնեմ, իմ Անին շատ մեղք կլինի, չգիտեմ, կարող է, հա, ես իմ կյանքում ամեն ինչ ունեմ, ես չի եղել նենց դեպք, որ Անահիտ ջան լույսը բացվի, ասեմ, վայ, կուրսեցիս, համակուրսեցիս, ընկերուհիս, լավ հագուստ ուներ, գեղեցիկ զարդեր ես չունեի, բայց ես իրականում չկարողացա այդ փաստի հետ հաշտվել, ու գիտեք, իմ մեջ կա մի հատ նախանձ, որը որ ես երբեք այն որ տեսնում եմ հայր ու աղջիկներ են լինում, չէ, իրանք կապնված են լինում, ասում եմ, բայ Աստվածի մռազին ինչի տարավ, ու չեմ ուզում Աստծուն քննադատեմ, որտեվ ես դրա իրավունքը չունեմ, բայց Աստված Բաբայիցս հետո հոր եղբայրներից նույնպես տարավ, որ կոնե ասենք թողեր մի մասնիկ, հա, որ ես պապայի կարոտը զգայի։ Գիտեք, սուտ է, որ ասում են պապայի կարոտը կարաս եղբորից է զգաս, չգիտես, քու ես չեմ հավատում, հա, շատ լավ եղբայր ունեմ, բայց պապայի տեղը ոչ մեկ չի կարող լրացնել։ Ու ինքը այնքան լավ պապա էր, որ իմ հետ տուն-տունիկ էր խաղում, երբ փոքր էի, սենց ինքը շատ ծանր էր տանում, որ ասում էին, պտի աղջիկան ամուսնացնեն, դե մեր մոտ մի քիչ ավանդական բաներ կար ու աղջիկան ուզող էին գալիս, երբ որ ուզելու էին գալիս, ինքը դուրս էր հանում, մայրս ասում էր, չի կարելի, տանը կմնա, ասում էր արդեն մնացել է, հասկանում ես, 27 տարեկան է, ասում էր,
բա որ երեխիս տանեն նեղացնեն, բա որ իմ երեխին խփեն, բա որ երեխես գիշերը սոված մնա, մամաս ասում էր քու աղջիկա նման էլ, այն որ չգիտեմ, այդ կապը ու ես միշտ ասում եմ լավ էլի, խի հենց պապաս։ Ինքը իմ համար Անահիտ ջան միշտ ուրիշ աշխարհ է եղել ու ինքը իմ համար ամենացավոտ թեմաներից մեկն է։ Ես ոնց որ իրան եմ կարոտում, ազնիվ խոսք ես այդպես հոր եղբայրներիս եմ կարոտում։ Ես չգիտեմ, միգուցե ողբորս երեխեքը կարոտում են հայրիկիս, բայց թե ես ունեմ գերհզոր զգայարաններ դրանից է, այն որ ինչը պապայիս հետ է կապված, ես կարոտում եմ։ Ես շատ քիչ եմ գնում Գյումրի ու մեկ եղբայրս ասում է անջան պատճառը ո՞րն է որ քիչ ես գալիս։ Այն մտքից որ ես պետք է գնամ Գյումրի, այդ նույն շենքը ու պետք է մուտը ընկնի պապաս չկա, ես այդ շատ ծանր եմ տանում։ Եվ գիտեմ որ դուք ունեք հնարավորություն արտերկրում աշխատելու, մեկնելու, այլ գործունեություն ծավալելու արդեն արտերկրում եւ ավելի մեծ հնարավորություններ ունենալու, բայց դուք Հայաստանը չեք թողնում, հայրենիքը չեք թողնում հենց պապայի շիրիմի համար։ Չեմ ուզում դասվեմ են հայտնի մարդկանց դասին, որ ասում են ես իմ Հայաստանը սիրում եմ իմ երկիրը, առավել եւս շատ եմ սիրում Գյումրիս, որովհետեւ բոլորդ գիտեք ես գյումրեցի եմ, բայց միակ պահող հանգամանքը, որ պապայիս գերեզմանն է։ Իմ մոտ այդ երևույթը այնքան սենց խախտված էր դարձել, որ ես ուզում էի սեփական տուն վերցնեի ու պապայիս բերեի Հայատը թաղեի, կամ սենց այն որ իրոք իմ մոտ անջան ազնիվ խոսք, մի տարի ես չէի կարող տեղիցս վեր կենայի։ Իրոք այդ իմ համար խայտարակ ծանր փաստ էր, ու որ հիմա տեսնում եմ մեկը ասում է պապայի հետ տեղ գնացինք, կամ ասում եմ պապան քանի տարեկան է, ասում են 49-ը, ասում եմ մտքիս մեջ վախ Աստված ջան, իմ պապաս չասծրեց այդ կամ, բայց այդ ոչ մեկ մեղավոր չի։ Ես երբեք էլի եմ կրկնում, չեմ նախանձել, թե մեկը լավ է հագնվել, լավ մեքենա է վարել, բայց այն որ պապա ու տեսեք ես տարիքով ուշ եմ ամուսնացել ու միշտ ինձ ասում էին թե անջան, կարակ ծվաբջիջներով բալիկներ բերեք, ես ասում էի պապաբանով լինի։ Ասում էին, բա որ բախտը չստացվի, ասում էի լավ։ Բալիկը վազում է տան մեջ, ուրիշ է գիտես, որ ամուսնանաս, բաժանվես, չհասկանաս, ուրիշ է, որ բալիկը ասի պապաս ուրա, ես ինչ ասեմ։ Ասում էին, կասես գնաց պատերազմ մեռավ, բարեկամներ չունի։ Չգիտեմ, ես այդ փաստն չեմ ընդունում, կարող է ես շատ խիստ եմ կանանց քննադատում, բայց եթե երեխա կա, կապ չունի, միասին է հայրն ու մայրը, պետք է երեխան գիտենա իր պապանով է։ Դուք տեսել եք այդ հաճույքը եւ հետեւաբար ուզում եք որ այն երեխանով ձեզանից է ծնվելու եւս ունենա այդ բախտը։ Գիտեք, ես պապային շատ էի սիրում պապան է ինձ, բայց լիքը չի կարելի ներկար, որ այսպես սահման էր դրված, որ ես իրավունք չունեի դասընկերների հետ տեղ գնալու, կուրսեցիների հետ դուրս գալու, իրենց մեր տուն բերելու, ու ես այդ փաստն այնքան լավ էի տանում, ու հիմա որ գալիս են իմ մոտ դեպքեր, որ ասում են աղջիկները պատասխանում են ծնողին, ես ուզում եմ հասկանամ, այդ մեզանից էր, թե պապայի դաստիարակությունից էր։ Ու երբ որ փոքր էի, ասում էի, որ մեծանամ աղջիկ ունենամ, կթողնեմ դասարանցիների հետ քեֆի գնապան, հետո իմի հասկանում եմ, որ չէ, երևի կային բաներ, որոնք չէր կարելի, որտեղ այսօր օր-օրի այլասերվածությունը շատացել է։ Ամեն ինչ փչացել է։ Անի ներողություն եմ խնդրում ձեզ հուզելու համար, ես ինքս հուզվեցի, ու հաղորդման վերջում ուզում եմ իմանալ, թե որն է ձեզ համար բացարձակ արժեք։ Լավ մարդ մնալը։ Մարդ մնալը, որ անկախ ամեն ինչից դիրք ունես, դրվածք ունես, գումար ունես, չփոխվես, հասկանում ես, ոչ մեկի վերևից չնայես, որովհետև եթե այսօր ես կանգնած եմ այս բարձրության, ես չգիտեմ վաղը կարող է ես այս պլենդուզից ցածր լինեմ, կարող է ես վաղը չկարողանամ նույնիսկ հացի գումար վաստակեմ։ Այդ իմ համար շատ մեծ նշանակություն ունի ու ովքեր ինձ ճանաչում են, այդ թվում իմ աշխատողները, ես իրենց չեմ վերաբերվում աշխատողի նման, որովհետև մենք բոլորս մարդ ենք։ Մենք չգիտենք, այսօր միասին այս հացը կերանք, կարող է վաղը անինչի ունենա այդ հացը, այդ տվյալ մարդը շատ մեծ պաշտոն կունենա։ Եվ կարծում եմ հենց ձեր բնավորության գծի շնորհիվ է, որ տարիներ շարունակ, ինչպես դուք նշեցիք, ձեր աշխատողները նույնն են եւ հավատարիմ են։ Հա, եղել է դեպքեր, որ ես զայրացել եմ, կորկորացել եմ, չղայնացել եմ,
ասել եմ գնացեք ուրիշ տեղ աշխատեք, իրենք իմանալով իմ բնավորությունը չեն գնացել ու մի օր հետո եկել են ասել են, անցավ չղայնությունը, ասում եմ, բա ինչ գրող էր, եկեք միասին հաց ուտենք։ Հա, մարդ ես թե չղայնանում ես, բայց իմ վատը գիտես որն է Անահիտ ջան, եթե ես ունեմ այս 10 դրամը, ես չեմ հասկանում, որ գոնե այն 5-ը կարելի է պահել։ Ես գիտեմ, արդեն կողքի մարդիկ գիտեն, իրանք կնեղանան, պետք է իրանց հետ կիսեմ, այն ամենը, ուրեմն եղբայրս ֆերմա ունի, ինքը ամեն նոր տարվան մոտ անասուններ է մորտում, մեզ էլ է միս ուղարկում, այդ ժամանակ ես ու մաման ենք տունը ապրում, ուրեմն ուղարկեց այդ միսը, ասի, այս օգնականից, այս հարևանին, այս ծանոթին, այս վարորդին, ուրեմն բոլորը բաժանեցի, իրականում մեզ չմնաց։ Ախպերս հաջորդ առավոտ եկել է, ասում է, միս նեպելեք, լավն է, այս մամասն էս դեմքիս անարում, ասում եմ, շատ համով է, ասում է, պապայի գերեզման, թե դուք տունը միս ունեք, բաժանել ես։ Ախր մարդ եմ ոնց, իմ բնավորությունը երևի եւ դա է շատ վատ է։ Հա, ինչ որ առումով նաև լավ է, որովհետև փորձը ցույց է տալիս, որ բումերանգի պես քո արածը քեզ հետ է վերադառնում։ Իմ մոտ հանգարց մեկը լացի ասի գումար չունեմ, իմ սիրտը կլցվի, ես կմտածեմ, այսօր ես ուրիշ հաղորդման հյուր էի ու այնտեղ ATV-ում Անահիտ կա, ինքը հիշեց, որ երբ որ ինձ կանչել են կիսաբաց, որպես հովանավոր գնացել եմ, ասում է Անին, այդ տան կնոջը մազերիներ, մանիկյուր, չգիտես թուխիներ, ասում է այնքան բաներ բերե, ասում է այնքան լավ ինչի ես այս կանառը, ասում է ինչ որ փող չունի ուրեմն մարդ չի, բնավորություն է, բայց գիտեք ինչ մարդիկ էլ կան, որ իրանց թվում է, թե դու պետք է անընդհատ իրանց տաս, դու պարտավոր ես իրանց տաս, ու այդպիսի մի դեպք եղավ նախանցած տարի, մեկը գրում է մեր էջին, որ օգնության կարիք ունի, գնում ենք, օգնում ենք, իհարկե չենք նկարահանում, բան, այս կինը անցնում է 3 օր, ինձ գրում է, Անի ջան, կօգնես երեխային հիվանդանոց ենք տարել, գիշերը ժամը 3-ին, 50,000 դրամ է պետք, զանգում եմ վարորդին, ասում եմ Մովսես ջան, շուտ արի, հիվանդանոց հասցրա, իրան գումար, Մովսեսը գալիս է, զանգահարում է այս կնոջը, ասում է ես հիվանդանոցի մուտքի մոտ եմ, կիչնեք վերցնեք, ասում է չհասկացա, տեղդ մոռացել ես, որ դու վարորդ ես, պետք է բարձրանաս վերև։ Այդ անշնորհակալ իրավիճակը բնականաբար ես էլ հաջորդ անգամ չօգնեցի։ Չեք օգնում եւ արդեն ինչ որ առումով նաեւ խուսափում եք ուրիշներին օգնել, մտածելով, որ հնարավոր է այդ վերաբերմունքը կրկին հանդիպի։ Հա, ու միշտ հիշում եմ ես ինձ, որ եթե ինչ որտեղ ես աշխատել եմ, հա, շատ ինձ սուսպ եմ պահել, կորեկտ եմ պահել, եթե ինչ որ բաներ չեմ ունեցել, երբեք ցույց չեմ տվել, հասկանում ես, բայց այսօր չգիտես խի, մարդիկ այդ ցույց դրած ապրում են, թվում է այդ լավ է։ Անի, շարունակեք օգնել մարդկանց, իրականում դա մեծ բարեգործություն է, դուք ձեր հոգու համար եք առաջին անում եւ ինչպես քիչ առաջ էլ խոսեցինք, կյանքը բումերանգի պես հետ է վերադարձնում։ Պատկերը տեսնում ենք այսօր ձեր բազմաթիվ այցելուներն են, այցելուներ, ովքեր որ հավատում են ձեզ, տարիներ շարունակ վստահում են, որովհետեւ դուք նրանց եւս օգնում եք արդեն ձեր շնորհով, ոչ թե գումարով։ Անահիտ ջան, մի հատ այսպիսի դեպք պատմեմ, ուրեմն շատ տարիներ առաջ, մոտ 10 տարի առաջ, հորեղբորս կնոջը իրենց հարևանուին ասում է, ճիշտ է, որ ձեր անին լավ է նայում, ասում է, վայ, հա, գովում է։ Առնում գալիս է, այս կինը նստում է, ասում եմ, գիտեք, ձեր հետ դժբախտություն է լինելու, դուք վիրահատվելու եք, հետո բանտ եք նստելու, այս կինը հելնում է, որն է հելավ, ինչքան սպասող կար այդտեղ, ասեց, այս աննորմալ է, ասեց, այս հոգեկան հիվանդ է, ասեց, ինքը ասեց, նա էլ չգիտի ժողովուրդ ջան, ինքը ֆակտ բոլորիդ խաբում է, ստախոս է, ու պատկերացնում ես մարդկանց դեմքը, գնաց այս հորեղբորս կինը Թեան ջան, ինքը սավսեմ ուրիշ բանի մար երեգի, ինքը սիրած մարդ ուներ դրա մար երեգի, դու ես ինչ ասեցիր, ասի, բայց ես այդ տեսա, այդ ասեցի, ուրեմն անցավ ասածիցս մի 6 ամիս, այս կնոջը վիրահատում են, գնում է Թուրքիա այնտեղ իրան բանդ են նստեցնում, զանգում է հորեղբորս կնոջը, ասում է, այդ ձեր բարի կախարդը կկարողանա ինձ բանդից հանի, ուրեմն անցած տարի այս կինը եկել է, Դե ինչպես բոլորդ գիտեք, իմ այցելուները շատ են, այսպես բոլորի մոտ ասում է, դուք չգիտեք ինքը ինչ զորեղ մարդ է, ու ինքը դե գյումրեցի է, էլի ասում է, ինքն ինչքան հզոր է, այն կողքից էլ մեկն ասում է, երևի գումար է տվել, եկե սենց խոսում է, ասի չէ, 10 տարի առաջ ինքը նենց կանցերտ է տվել, որ մարդիկ չեն ուզում իրականությունը լսեն, բայց ես
կարող է գալիս են ուրիշ բանի համար, ես սավսեմ ուրիշ բան եմ տեսնում։ Անի, շնորհակալ եմ, հուսամ շատ մարդիկ լսեցին ու այնինչ կարծրատիպեր ունեին պայծառատեսության վերաբերյալ, փոխեցին իրենց կարծիքը եւ գուշակներին ու չար կախարդներին տարբերեցին պայծառատեսներից։ Շնորհակալ եմ գալու համար։ Ես նույնպես Անահիտ ջան անչափ շնորհակալ եմ հրավերքի համար։ Թող Աստված քեզ, քո բալիկներին, քո ընտանիքին պահապան լինի եւ ամենակարևորը բոլորիս հետ լինի հույս, հավատ եւ սեր։ Շնորհակալ եմ։ Եթերում բացարձակ արժեքներ, կհանդիպենք։